գյուղի համար ինչ եք արել, պարոն Կոստանդյանը, մի րոպե, թողեք, դուք որ խոսում եք, ես դեռ չեմ խանգարում։ Պարոն Կոստանդյանն ասում է, ոնց հասկացա 25 թվին ինչ որ 55 միլիոն դրամ գյուղի ճանապարհի սարքելու համար եք տրամադրել։ Եկեք մի հատ իրար ճիշտ հասկանանք, էլի։ Դուք եկած մեր գյուղի, Արշուտ գյուղի, ընդերքը, բարիքը վերցնում, տանում, ծախում եք օրինակ Հնդկաստանին, տանում, ծախում եք իրանց, մեր գյուղի համար մեծ հաշվով լավ բան չեք անում։ Գյուղում ապրող մարդը, որը ձեր մոտ չի աշխատում, ցանկություն չունի, ոչ մի ձև դրանից չի օգտվում։ Ուրեմն ասեմ։ Չէ, շարունակեմ, մեկ, երկրորդը, հանքի տված վնասների մասին, նոր ջրի մասին ես խոսացի, այդ որ ես անձամբ ես եմ տեսել։ Դեռ հələ ավելի շատ մարդ, ավելի շատ բաներել են տեսել, բայց ջուրը, որ այսօր առաջի անհրաժեշտության, առողջությանը ուղիղ ազդող կամ վնասող կարևոր ֆակտոր է։ Մեր ջուրը այսօր գալիս է շատ վաղը։ Դուք նույնիսկ այդ հարցը չեք փորձել լուծել։ Պարոն Զաքարյան, ոչ, օրինակ եմ ասում, դամբա, հա ճիշտ է դամբա բառը օգտագործում։ Ոչ դամբա եք սարքել, ոչ ֆիլտրներ եք դրել այդ ջրերի վրա, ոչ այս գյուղի օրինակ ջուրն եք ապահովել, ասֆալտը ամբողջությամբ, ոչ այն, ոչ այն, վերջը երկար կարամ թվարկեմ։ Մի րոպե չաստեմ, մեր ժողովուրդն էլ որ տեղյակ կլինեն, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ լրություն պահպանել։ Շարունակեմ, էլի շարունակեմ միտքս այդ հարցերը կհիշեք, դժվար հարցեր շատ չեմ տվել։ Նայեք, 2023-ին եք, չէ՞ կարծեմ հենց արտադրությունը սկսել։ 2023 թվականից այն ինչ որ դուք ոնց որ մեր նախկին գյուղապետ Վարդան Ձան նշեց, ձեր դեմ էս պայմանն ա դրել, այն պայմանը, ես նաև գիտեմ, թե դուք ինչեր եք խոստացել, նաև նեղ անձնային զրույցներում ինչքան եք խոստացել գյուղին օգնելու համար, ես էլ ստեղից իմ ընկերներից շատ կան ասել եմ, ախպեր, եթե հանքը շատ վնաս չտա գյուղին, բայց գոնե օգուտ տա, ես կարծում եմ դա լավ բան է, բայց ես տենում եմ, դուք օգուտ չեք տալիս, բայց վնաս տալիս եք մեր գյուղին։ Այսինքն այն ինչ դուք խոստացել եք 23 թվից մինչև այս կողմ, մեծ հաշվով օգուտ չեք տվել։ Ինչ ասում է 55 միլիոն եք տվել եւ այլն, մեկ էլ ես իմ դա կամ կլինի կամ չի լինի, ով գիտի, հարցը չի։ Համենայն դեպս մինչև այսօր փաստացի չեք արել։ Ու ինչ մի հատ հետաքրքիր բան կա, պարոն Զախարյան, տեսեք, 23 թվին ոսկու գինը եղել է $2000։ Հիմի դարել է $5200, 26 անգամ մոտավորապես տանգացել է։ Բայց դուք հետշերիկ ձեր խոստացածի 10%-ը չեք արել։ Հիմի գոնե պետք է 26 անգամ ավել գյուղին համ խոսք տակ, համ անեք, համ այդ ինչ որ անվտանգային պրոցես թույլ եք տալիս, թե չէ։ Թույլ եք տալիս վերջացնում։ Ինչ որ անվտանգային պրոցեսներ կա, անվտանգային, որի վրա դուք կարող եք կամ գումար խնայեք, կամ չանեք ընդհանրապես, օրինակ ջուրը, եւ այլն, այդ դրանք պարտադիր բոլորին էլ պետք է խոստանաք, եթե հանկարծ իհարկե գյուղը համաձայնվի, եթե գյուղը ասեց մենք չենք ուզում դա, ես գյուղացիների հետ ասում եմ չենք ուզում։ Ես էլ եմ կարծում, որ դա վնաս է տալի գյուղին, ոչ թե օգուտ։ Մինչև այսօր ձեր օգուտը մենք չեք տեսել։